Արժանապատվությունը լավ կենաց է, որ խմբվում է սովորաբար գողացված փողերով գծված սեղանների շուրջ եւ դրանով ավարտվում է, հասկանում եք, այդ է արժանապատվությունը իրանց ասած։ Երբ որ թալանել ես երկիրը, ունես այդ թալանը, մի դղյակում մի լավ սեղան ես գցում ու վեր ես կենում, խմում ես արժանապատվության կենացը, զինվորների կենացը, որից այդ ամեն ինչը թալանել ես եւ այդպես շարունակ։ Իսկ խաղաղությունը ինքնին այնքան բարձրագույն արժեք, խաղաղությունը չի լինում արժանապատիվ եւ ոչ արժանապատիվ, հա, խաղաղությունը կամ լինում է, կամ չի լինում։ Չի լինում արժանապատիվ խաղաղություն, ոչ արժանապատիվ խաղաղություն։ Այդ իրենց ասածը, եթե այդպես են իրանք մեկնաբանում, դա այն է, որ դու ինչ որ մեկին հպատակեցնես եւ որպես հպատակ պահես, դա խաղաղություն չի։ Դա նվաստացում է այդ մյուս կողմի, որը մենք տեսնում ենք ինչ հետևանքների է բերում այդ մյուս կողմը մի օր վեր է կենում եւ փորձում է քեզ նույնը նվաստացնել։ Հիմա մենք պայմանավորվում ենք, որ այլևս իրար փորձելու ենք, ինչքան որ կարող ենք, մեր էմոցիաները կառավարելով, մեր այդ ցավը կառավարելով, մենք էլ ենք ցավ ունեցել, իրենք էլ ունեցել, իրար այլևս չնվաստացնել կամ ասում են փորձելու ենք չնվաստացնել, այլ փորձելու ենք իրար հետ հարաբերվել որպես հավասարազոր սուբյեկտներ, սուվերեն երկրներ եւ ես կարծում եմ որ դա մեր մոտ ստացվում է հատկապես օգոստոսի 8-ի հայտնի խաղաղության հռչակագրերի ստորագրումից հետո